Հայրենական ուսուցիչում դժվարությունն ստանալ կարողացան փոխինը մկրտչան քրեատիվ համակարգ միացիր որ փոխարինի Հայրենական ուսուցիչում քրեատիվ համակարգ միացիր որ փոխարինի Արի ողջայության Sun
Georgian vote veririz bari Aygeşar. Aferin. Սիրելի վաղաշապացիներ, այս պահին Մայրաստան կուսակցությունը շարունակում է քարոզարշավը։ Քիչ առաջ մենք գտնվում էինք Վաղաշապատ խոշորացված համայնքի Դողս բնակավայրում, այս պահին գտնվում ենք Այգեշատ բնակավայրում, որտեղ ես որ սովորել եմ մինչև 5-րդ դասարան։ Սիրելի վաղաշապացիներ, սիրելի այգեշատցիներ, շնորհակալություն ենք հայտնում մեր բնակիչներին ջերմ ընդունելության համար եւ մեր խորհուրդը, խնդրանքը բոլոր այգեշատցիներին, վաղաշապացիներին, բոլորին ակտիվ մասնակցեք ընտրություններին նոյեմբերի 16-ին, ակտիվ մասնակցություն ցուցաբերեք եւ քաղաքացիական պայմանագիրը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ եւ Հանրապետություն կուսակցությունը Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ մերժվելու են։ Իրենց վատ կառավարումը, թանկացումներն ու թալանը վերջ է դրվելու, ոչ մի պարագայում իրենք իշխանություն չունեն բարով ախպեջան։ Լավ, դու ոնց ես։ Շատ լավ։ Սա հիմացի կորեկտ է։ Մերսի շատ։ Մերսի։ Սիրելի ժողովուրդ, այսպես դիմավորում են Այգեշատ համայնքում Մայրաստան կուսակցությանը եւ մենք պարտավորվում ենք, ինչպիսի որ մարդիկ մեզ դիմավորում են, ինչ անկալիքներ ունեն մեզանից, մեր բոլոր այս անկալիքները մենք իրականություն ենք դարձնելու, աշխատելու ենք օրնի բուն, օրը 24 ժամ եւ այնպես է կանելու, որ հոգեվոր քաղաքը, Էջմիածինը, Վաղաշապատ խոշորացված համայնքը, բնակիչները իրենց զգան շատ լավ, ոչ մի պարագայում խաբված չզգան, ինչպես որ զգացել են երկար տարիներ։ Սիրելի այգեշատցիներ, սիրելի վաղաշապատցիներ, բոլորին խնդրում ենք, ոչ ենք անում, մասնակցեք, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը համաչորս քվեաթերթիկի ներքո եւ դուք կտեսնեք, որ միանշանակ մենք տեր ենք կանգնելու ձեր ամեն մի քվեին եւ ձեր տված քվեի արդյունքում մենք այնպես ենք անելու, որ Վաղաշապատն ու Էջմիածինը ճանաչելի դառնա բոլորի համար, որպես լավ, որպես հոգևոր, որպես խնամված քաղաք, իսկ այդ թանկացումները, ինչպես որ Երևանում են բերում, թույլ չենք տալու, որ բերեն հասցնեն Էջմիածին։ Մեր ծրագրում շատ կետեր կա, առաջնային կետերից է, որ անպայման պետք է մանկապարտեզները մեր փոքրիկների համար դառնան անվճար, անպայման այս ջերմոցային խնդիրները պետք է լուծվի, փողոցային ասֆալտապատումը ժամանակի հարց է, որ ընտրությունները նոր ասֆալտը հիշել են, ասֆալտապատումը, ջրահեռացմանը, այս մեր գյուղական համայնքներում ոռոգման խնդիրները, բոլոր լուծումները մենք գիտենք ու բոլորը տանում ենք, ոչ մի վայրկյան չկասկածեք։ Իսկ ՔՊ-ին եւ Հանրապետությանը խորհուրդ եմ տալիս, ինչպես Երևանում եք մերժվեք, Գյումրիում, Փարաքարում, Վանաձորում, Վաղաշապատում նույն կերպ դուք իշխանություն չեք ունենալու։ Մայր Հայաստանը ձեզ խոսք է տալի, ոչ մի պարագայում չենք թողնելու, որ դուք խաբեք քաղաքացիներին ու գաք կորզեք իրենց քվեն ու անցնեք ձեր սիրելի գործին Ալան Թալանին։ Այգեշատ գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար, եւ մենք ձեր բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին,
ծանոթացեք մեր ծրագրերին։ Մի քանիսը ես հիմա կուզեմ շեշտել մեր ծրագրերից։ Մենք մեր ամբողջ թիմով խոսք ենք տալիս, որ մեր ընտրվելու պարագայում մանկապարտեզները լինելու են անվճար։ Պաշտպանելու ենք մեր հայ առաքելական եկեղեցին, ուստի ձեզ կոչ ենք անում միացեք մեզ, միացեք մեր պարքարին։ Միացի՛ք, որ փոխենք, միացի՛ք, որ փոխենք, Հայ Հայաստան, համար 4, Հայ Հայաստան։ Ողջույն, այգեշար, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Մայր Հայաստանը ձեզ կոչ է անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալի հավաքանու արտահերթ ընտրությանը և մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին ու նրան կցվածներին։ Մեր նվազագույն նպատակն այս ընտրություններին օրվա իշխանությանը քաղաքական աղբանոց ուղարկելն է և նոր իշխանություն ձևավորելը։ Մենք միասնական ջանքերով պետք է պաշտպանենք հայ առաքելական սուրբ եկեղեցին, որը հարձակման է ենթարկվել Փաշազադեի հրահանգով։ Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու առանձին հոգևորականների պայքար է կամ հակադրություն, այլ սա թուրք-ադրբեջանական ծրագիր է, որը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Մենք կոչ ենք անում այգեշատցիներին ակտիվորեն մասնակցել ընտրությանը, մերժել թուրք-ադրբեջանական ծրագրով առաջնորդվողներին և ձայնը տալ ազգային ուժերին, որոնցից ամենավառը Մայր Հայաստան կուսակցությունն է։ Մենք այս ընտրությունները դիտարկում ենք ոչ միայն համայնքային, այլ նաև քաղաքական ու արժեհամակարգային հարթությունների մեջ։ Սա շատ կարևոր ընտրություն է և ձեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները համայնքում և ամբողջ հանրապետությունում։ Վաղը շաբաթը այսօր դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, որովհետև ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն և ողջ հայությունը, Հայաստանի Հանրապետությունը հետևում է վաղը շաբաթին։ Հայաստանի մյուս համայնքները, խոշոր համայնքները մերժել են այսօրվա թրքաղաճո իշխանություններին, հերթը վաղարշապատինն է, հերթը էջմիածնինն է, հերթը այգեշատինն է։ Եկեք մեր թիմով ջերմ ծափարություններով ողջունենք այգեշատցիներին, ովքեր մեզ ջերմ ընդունության են արժանացել։ Սիրելի ժողովուրդ, մի մտածեք, որ ձեր քվեից ոչինչ կախված չէ։ Ընդհակառակը, ձեր քվեն է որոշելու այս ընտրության ու եթե կուզեք նաև Հայաստանի հետագա զարգացումների ելքը։ Մենք գիտենք, որ օրվա իշխանությունները դիմում են տարատեսակ ճղճին քայլերի, մարդկանց հետապնդում են, աշխատանքից են ազատում, վախեցնում են, դրանից պետք չէ ընկրկել, պետք չէ վախենալ, իրենք են վախեցած։ Դուք շատ հանգիստ, նույնիսկ եթե մտավախություն ունեք, որ խնդիրներ եք ունենալու, կարող եք ուղիղ այդ հանդիպումներին չմասնակցեք ընդդիմության հետ, բայց նոյեմբերի 16-ին, երբ որ գնանք ընտրատեղամաս, հայտնվեք ձեր խրճի առաջ, կատարեք ձեր ճիշտ ընտրությունը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք տեղյակ ենք ձեր բոլոր խնդիրներից, սկսած ջերմատնային հարցերի, ջերմոցների հանդեպ իրականացվող այդ տերորից, որ կամայական թվեր են սահմանում, վերջացրած փողոցների վիճակը, գյուղացիներին հուզող խնդիրները, մրգերի իրացման խնդիրները եւ այլն, բանջարեղեն, ծաղիկներ, մենք տարբեր համայնքներում եղել ենք, գիտենք ինչ խնդիրներ կան։ Այս բոլոր խնդիրները լուծվող են եւ մեր ծրագրերում ներկայացված են դրանց լուծումները։ Բայց շատ կարեւոր է նաեւ քաղաքական փոփոխությունը, որովհետեւ այս իշխանություններից ազատվենք
որտիսի մեր վաղաշապատը ու էջմիածինը Ալիևը այնքան չլքվի անա, որ էլի ինչ-որ ադրբեջանական անվանում տա։ Սրանք արդեն հասել են Սևանին, Երևանին, վաղը ամբողջ Հայաստանին են հասնելու։ Դրա համար մենք կարևորում ենք այս ընտրությունը եւ դրան տալիս ենք համահայկական նշանակություն։ Ու մի բան իմացեք, ժողովուրդ ջան, սրանք որտեղ իշխանություն եղել են, դերել են թանկացումներ, դերել են գների ավելացումներ։ Երևանում տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Մենք շատ լավ տեղյակ ենք տրանսպորտի վիճակից այստեղի։ Գյուղ Էջմիածին, գյուղ Երևան, մարդիկ ինչպես են հասնում, տարբեր տեղեր կան, նույնիսկ ասում են, որ օրեր կան, որ տրանսպորտն չի աշխատում։ Այս բոլոր հարցերը լուծվող են։ Մենք թանկացումներ թույլ չենք տալու։ Մենք բերելու ենք դրական փոփոխություններ եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը, սիրելի այգեշացիներ։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ թիվ 4-ն ենք։ Մայր Հայաստան, Համար 4 համար 4, Մայր Հայաստան Սիրելի այգեշացիներ, նորից ողջունում ենք ձեզ։ Ես որպես այգեշացուհի, այսպես ասած, մինչև 5-րդ դասարան սովորել եմ այգեշատում։ Ես ձեզ միայն մի խնդրանք ու հորդոր ունեմ, անպայման նոյեմբերի 16-ին, անպայման ակտիվորեն մասնակցեք ընտրություններին ու երբևիցե մի թողեք, որ Երևանի կրկնօրինակը իրենք ստեղծեն։ Քաղաքացիական պայմանագիրը Ալիշկի Մեթակյանի գլխավորությամբ եւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավելի Սարգսյանը իրենք նույն կերպ ուզում են այստեղ ինչ-որ մանիպուլյացիաներ անեն, խաբել ժողովրդին եւ այդ նույն ձև կոալիցիա ստեղծել իշխանությունը վերցնեն ձեր ձեռքից ու նույն թանկացումները, խայտարակ այս կոռուպցիոն սխեմաները իրագործեն այստեղ։ Ինչքան դուք ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, մերժելու եք ու իրենց ուղարկեք իրենց գործերին։ Իսկ ինչ վերաբերում այս ասֆալտապատումներին, եկել այս ընտրության բերան, այսպես ասած, սկսել են նորից ցույց տալ, որ իրենք գործ են անում։ Այս նույն ասֆալտապատումները, ջրահեռացումները, սա բոլորիդ գրպանից է, բոլորիդ վճարած հարկերից թուրքերից է։ Հենց եկավ ընտրությունների բերան, սկսեցին արդեն ծախսել, բյուջեից փոխանել, ինչա որ իրենց խաբեն, մինչև ամսի 16-ը, կորզեն ձեր ձայները, ամսի 17-ից հետո կզբաղվեն ալանթալանով ոնց որ Երևանում։ Հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալի, ակտիվորեն մասնակցեք ինչպես Գյումրիում, ինչպես Փարաքարում, ինչպես Վանաձորում, հայ ժողովուրդը ակտիվ մասնակցեց եւ պատմության աղբանոցն է ուղարկել, հիմա վերջի արարն է մնացել, Էջմիածնում վաղաշաբաթ խոշորացված համայնքում դուք պետք է քաղաքացիական պայմանագրին, այդ խմբակին, այդ թալանչիներին ցույց տաք իրենց տեղը։ 2018 թվականին խաբեցին ձեզ, եկել էին ձեր կյանքը բարելավելու ապագա կա։ Հա ճիշտ ասեցի, մեր ուժու խմբակի համար ապագա կա, ու այդ թալանչիները հիմա լավ են ապրում, մոռացել են հասարակ ժողովրդին։ Այնպես որ շնորհակալություն ջերմութունության համար եւ խնդրանքս ակտիվորեն մասնակցեք, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը, համար 4 քրաթերթիկին երկու եւ ինչպես Երևանում եք կռիվ տալի, այստեղ ձեր աջակցությամբ կռիվ եք տալու ոչ մի պարագայում այս թալանչիները իշխանություն չձևավորեն։ Շնորհակալություն։ Հարգելի այգեշացիներ, ընտրությունը իրականում բարդ չէ։ Մի կողմից ուրացողների, սրբապիցների եւ կեղծ մատնագրեր ներկայացնողների դաշինքն է, իդեմս քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետության, մյուս կողմում ազգային ուժերն են եւ դրա ներկայացուցիչ Մայր Հայաստանը։ Մենք դրա համար ձեզ կոչ ենք անում։ Սիրելի այգեշացիներ, սիրելի վաղաշաբաթցիներ եւ էջմիածինցիներ, վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներ։ Եվս մեկ անգամ Իմ խնդրանքը Մայր Հայաստան կուսակցության խնդրանքն է ձեզ։ Ակտիվորեն մասնակցեք, ակտիվորեն եւ ցույց տվեք, որ ոչ մի պարագայում հետ չեք մնում երևանցիներից, գյումրեցիներից, փարաքարցիներից եւ վանաձորցիներից։ Պետք է մերժենք այս քաղաքացիական պայմանագրին Ալիշկի Մեթակյանի գլխավորությամբ եւ Հանրապետություն կուսակցությանը խնդրում ենք ձեզ մասնակցեք եւ ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը քվեաթերթիկ 4 շնորհակալություն կհանդիպենք քարոզարշավի շրջանակներում տարբեր բնակավայրերում